Շարունակում ենք մեր ծրագիրը եւս մեկ անգամ բարի լույս բոլորին, ասեմ որ տաղավարում ինձ համար շատ հարազատ ու շատ հիանալի մարդիկ են։ Անահիտ Կիրակոսյանը, Երազանքի բեմ նախագծի պրոդյուսերն է, ով վերջերս արդեն հենց այս նախագիծը շարունակվում է, ընթանում է եւ շատ ու շատ հետաքրքիր տաղանդավոր երեխաների երազանքն է իրականացնում։ Բարի լույս Անահիտ։ Բարի լույս Սուրեն ջան։ Եվ իհարկե նախագծի մասնակից Արման Հայրյանը։ Բարի լույս Արման։ Ոնց ենք։ Լավ դուք։ Շատ լավ։ Անահիտ, դու այն կերպարն ես մեր իրականության մեջ, ով պարբերաբար փորձում է իրականացնել երազանքներ, հա։ Եվ որպես ընկեր, եւ որպես դերասանուհի, եւ որպես մարդ, ով հոգատար է եւ սրտացավ, ինչպես ասում մոր սիրտ։ Ելնելով նայած որ բազմազավակ մայր ես եւ տատիկ։ Խոսենք այս նախագծից ու խոսենք հենց Արմանի հաջողություններից։ Իրականում այս նախագիծը հենց նաև իմ երազանքներ, այստեղ ոչ միայն ես կատարողն եմ երազանքի, այլ նաև ինքս իմ երազանքը իրականացնողն եմ, որտեղ երկար ժամանակ մտածում էի ինչպես ստեղծել մի հարթակ, որտեղ հնարավորություն կունենան տաղանդավոր երեխաները իրենց փորձելու պրոֆեսիոնալ բեմում, այս պարագայում, ինչա կոչվում երազանքի բեմ, ոչ թե ձայն կամ երգ։ Ես ուզում եմ բեմական բոլոր պայմանները ստեղծեմ երեխաների համար, որ նրանք զգան իրական արտիստները, օրինակ ինչպես են աշխատում պարային խմբի հետ, ինչպես են աշխատում ծուխի հետ, լույսի հետ, կամերաների հետ, տեսախցիկների, պատրաստի արտիստներ լինեն եւ մեծ քաստինգ հայտարարվեց ATV-ի եթերում 800-ից ավել հայտագրում ունեցանք, ընտրվեցին 14 լավագույն երեխաներ, իդեպ շատ ուրախ եմ, որ տարբեր մարզերից, ինչը ինձ համար նույնպես կարեւոր էր։ Մենք ունենք Հադրուդից, Խաչիկ գյուղից, Սարուխանից, Այնթափից, Շիրակի մարզից, Լոռիից, այսինքն Հայաստանի տարբեր տարածքներից տաղանդավոր բալիկներ ու նաև կար նպատակ նախագծում անդրադառնալ նաև այն բալիկների, ովքեր ունեն առողջական խնդիր, բայց ունեն տաղանդ։ Սա նաև շատ գլխավոր նպատակ էր, որ այն երեխաները նույնպես հավասար լինեն մեր երեխաներին, չլինի որևէ տարանջատում եւ այս առողջական խնդիր ունեցող բալիկները պատմեն իրենց պատմությունը, բայց ոչ թե խնդրի տեսանկյունից, որ ինչ վատ է մենք ունենք այս խնդիրը, այլ ոչ, մոտիվացնող։ Մենք ունենք խնդիր, բայց մենք ունենք տաղանդ եւ երազանքի բեմում ցույց ենք տալիս մեր տաղանդը եւ փաստորեն յուրաքանչյուր հաղորդմանը անդրադառնում եմ նաեւ մեկ բալիկի, ով ցույց է տալիս իր տաղանդը, սա ինձ համար նույնպես կարևոր գիծ է նախագծում։ Այո, ես հիշում եմ, երբ որ նոր էր այս նախագիծը դեռ խմորվում եւ մենք խոսում ենք, դու այսպես շատ լարված նախագծի մասին, թե ինչ մեծ աշխատանքներ են, ինչպես է այս ամենը իրականացնելու, բայց ես վստահ եմ, որ դուք իրականացնես, որովհետեւ շատ լավ եմ ճանաչում քեզ, քո աշխատասիրությունը, նպատակասլացությունը եւ այսօր արդեն նախագիծը բավականին այսպես մեծ ճանաչում ունի եւ հրաշալի տաղանդավոր երեխաների երազանքի կարևոր կետն է։ Ոնց ես։ Մի փոքր դու պատմի նախագծից, հա, ոնց այսպես ցանկություն եղավ մասնակցելու։ Դե ես շուտվանից էի ուզում հեռուստատեսային նախագծի մասնակցեի, ընդ երբ իմացա երազանքի բեմի մասին, հայտս լրացրեցի եւ երբ մայրիկս ասաց, որ անցել եմ, շատ ուրախացա եւ տենց Բայց ասա որ տատիկը տանայել հեռուստացույցով եւ ասելա բալես կգնաս եւ կհայտագրվես։ Այո, տատիկը սերիալ էր նայում։ Այդ ընթացքում տեսա։ Գովազդ եղավ երազանքի բեմը եւ նա մեզ ստիպեց, որպեսզի հայտը լրացնի։ Երազանքի բեմը այն հաջողությունը գրանցեց, որ Մոսկվայում արդեն Բալշայա սցենային, այո, միջազգային երաժշտական մրցույթում երկրորդ հորիզոնականը զբաղեցեցիք։ Խոսենք այս մասին, մենք ունենք հիմա քո կատարումներից, Արման ջան, դիտենք ու հետո վերադառնանք շարունակենք զրույցը։ Птица белая в тоске, где птица белая в тоске кружит у пенистой воды. Я только там, где звук дрожит у губ желанной пристани, и где глаза твои стрижи, и где глаза твои стрижи.
Վաու։ Ինչ հայտնվեցիր Большая սցենայում։ Երազանքի բեմում, երբ երգեցի Նմքիտուպա երգը, Նմքիտուպան շատ դիտումներ հավաքեց եւ այդ Большая սցենայի կազմակերպիչները ինձ նկատեցին եւ գրեցին նամակ, որպեսզի մասնակցեմ։ Արմաններ եկավ ասեց նամակ են գրել, ինձ առաջարկ են արել, ինչ անեմ, ասեցի իհարկե գնա, որովհետև մեր նաև նախագծի նպատակն է երեխաներին անպայման առաջ տանել ու նրանք քայլեն ավելին, քան պարզապես ասել ոչ մնա նախագծի շրջանակներում եւ ես մի անգամայն աջակցեցի ու ասեցի պիտի գնաս ու շատ սիրուն ներկանաս եւ ահա երկրորդ հորիզոնական։ Բրավո, շնորհավորում ենք։ Եվ իհարկե մաղթում էլի հաջորդիվ այնքան մրցույթներ են լինելու։ Եթե արդեն կանգնել ես այս ճանապարհին եւ կողքիդ էլ նման մարդիկ կան, պետք է շատ վստահ քայլերով առաջ գնաս։ Անահիտ, նախագիծը երբ է ավարտվում եւ ինչպես է ավարտվել։ Նախագիծը ավարտվելու է նոր տարուն, մեծ շքեղ գեղեցիկ գալա է լինելու, վերջում մնալու են 3 երեխա, այսինքն ֆինալիստներ, այս պահին հնգյակն են, հեռուստատեսային մասով դեռ չենք ասել դրան, բայց նոր տարուն արդեն կունենանք մեծ գալա, որի ընթացքում կպարզվի թե ով է լինելու հաղթողը, իսկ հաղթողին որոշում է պրոֆեսիոնալ ժյուրին։ Նախագիծը սկսվում է, ընթացքի մեջ է լինում, հետո ավարտվում է, հա։ Սա process է, որին մասնակցում են երեխաները։ Իսկ քո կողմից որպես նախաձեռնող այս նախագիծը, ըստ քեզ նախագիծը ինչ տվեց երեխաներին։ Բացի իհարկե բեմից, որը բնականաբար շատ կարևոր է, այ ինչ կարևոր կյանքի դաս տվեց։ Կարծում եմ ցանկացած նախագիծ ու փորձություն, մրցույթ, հա, առաջին հերթին մեծ փորձ է։ Դա փորձ է ինքդ քեզ համար, ինքդ քեզ հետ մրցելու համար, ոչ միայն միմյանց։ Իմ նախագծի երեխաներին կարող եմ ասել, որ շատ լավ ընկերներ են դարձել, այդ ինձ համար ամենամեծ ձեռքբերումն է, որ բացի այն, որ նրանք մրցում են, նաև ընկերներ են մեկը մյուսի համար կամենում է, մեկը մյուսի համարի համար աշխատում է, մեկը մյուսի համարին ասում է հագուստ ունեմ, կարող եմ տրամադրել, այսինքն չկա այդ այլ մթնոլորտը, որը սովորաբար լինում է մրցույթներում, որովհետև ես իրենց ասել եմ, դուք ինչքան էլ լքեք նախագիծը, միևնույն է շարունակում եք մնալ երազանքի բեմի մեծ ընտանիքի անդամ, ու մենք դեռ շատ ճանապարհ ունենք անցնելու, նախագիծը կավարտվի, բայց համերգային ծրագրեր կունենանք, շրջագայություններ կունենանք, երեխաները կշարունակեն երգել, ես այդպես չեմ թողնելու, որ պարզապես ավարտվի ու գնա, որովհետև տաղանդավոր երեխաները պիտի ունենան շատ հարթակներ, ինքնաարտահայտվելու իրենց տաղանդը ցույց տալու։ Այնպես որ ունենալու է շարունակություն այս ճանապարհը։ Այնպես որ նախագիծը կավարտվի արդեն ամանորի տրամադրության մեջ, իսկ որտեղ հետո տեսնեք երազանքի բեմ, իմացեք, որ մեր երաժշտ բալիկներն են ու դեռ երգելու են ձեզ համար սիրելի հեռուստադիտողներ։ Դժվարությունների հանդիպեցիք այս ընթացքում։ Շատ։ Շատ դժվար է աշխատել երեխաների հետ, երեխաների ծնողների հետ։ Ոչինչ հեշտ չի տրվում, որովհետև գործ ունես մարդկանց իրական էմոցիաների ու յուրաքանչյուրին թվում է, որ իր երեխան լավագույնն է եւ բնականաբար այդ ընթացքում շատ խոչընդոտներ են լինում, բայց Փառք Աստծո նախագիծ ունի եւ պրոֆեսիոնալ ժյուրի մասնագետներ եւ այնպիսի աշխատակիցներ ու թիմ, որ ամեն ինչը մնում է այդ պրոֆեսիոնալ հարթակում եւ չի դառնում ինչ-որ վիճաբանություն եւ այլն։ Շատ լավ ճանաչելով Անահիտ Կիրակոսյանին ու բավականին երկար տարիներ, որովհետեւ մենք միասին հաղորդում ենք վարել, միասին խաղացել ենք ներկայացման մեջ, միասին խաղացել ենք ֆիլմերում եւ ընդհանրապես ճանաչելով իրեն եւ իր ընտանիքին, պիտի ասեմ, որ բացառիկ ազնիվ մարդ եւ բացառիկ արդար մարդ, այնպես որ հարգելի ծնողներ, հանգիստ եղեք, ամեն ինչ գնում է իր ճիշտ հունով։ Անահիտ ջան, ուզում եմ քեզ նվիրել այս սարգոնը, որովհետեւ մեր մասնակիցը դեռ փոքր է դրա համար։ Սա իհարկե, չգիտեմ, երևի թե արդեն ավարտից հետո նախագծի թիմով, կազմակերպչական թիմով հրաշալի առիթ է նշելու Իջևանի գինոգործանի կողմից կարմիր 4 սարգոնը քեզ։ Շատ շնորհակալ եմ, շատ եմ սիրում Իջևան ու վայելել եմ այս գինին, այնպես որ էլի առիթ կլինի։ Շատ լավ, եւ գիտես արդեն, որ մենք բացիկներ ենք նվիրում արև բացիկները։ Ուզում եմ քեզ նվիրել մի բացիկ, որը կնվիրես քո նորածին թորնիկին։ Օ, սիրով։ Այստեղ բացիկը հետեւյալն է. մամայի նման սիրուն, պապայի պես խելացի, ծնվեց ու աշխարհ եկավ, իսկական երևանցի։ Մենք մի փոքր փոխել ենք վերջատվածը, որ բոլոր երեխաներին նվիրվի, այնպես որ սա թաթայի խոսքերն են, իսկ բացիկ կոչվում է իմ բալիկ, արև բացիկը, սա քեզ քո թորնիկի համար։ Արև բացիկները միշտ լույս են, այնպես որ այս բացիկն էլ կլուսավորի իմ թորնիկի տունը։ Հրաշալի։ Եվ Արման ջան, քանի որ դու մասնակցում ես երազանքի բեմում եւ կատարվում են քո երազանքները, ուզում եմ քեզ էլ նվիրել բացիկ, որը վերնագրված է սիրում եմ, բայց ներսում Հայկոյի խոսքերն են։ Երազս կատարվել է,
սրտումս ես։ Սա կնվիրես քեզ համար հարազատ մարդու եւ թող քո բոլոր երազանքներն այսու հետ կատարվեն։ Շնորհակալություն շատ։ Շնորհակալություն։ Շնորհակալ ենք անչափ։ Շնորհակալություն, այս պահին կարճ դադար կլինի, հետո վերադառնանք եւ Ադրինեի հետ միասին ամփոփենք այսօրվա ծրագիրը։